Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Աղվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք ճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, շատ շուտով կլինեն նաև ապրիլ ամսվա կանխատեսումները։ Եվ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա կանխատեսումները, աստվածությունացույց եւ կանխատեսումները կենդանակերպերի համար։ Բայց անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղյակ լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ շարունակվում են զեղչերը իմ բոլոր ծառայությունների համար։ Այդ թվում 50%-անոց զեղչ է գործում ինչպես այցի համար, այնպես էլ օնլայն խորհրդատվության համար, բոլոր մոգական ծառայությունների համար զեղչեր կան սահմանված, նաև թալիսմանների եւ հաջողության բանալի փակ տելեգրամյան ակումբին իմիջիալոց անպայման բաժանորդագրվեք նաև փակ տելեգրամյան ակումբին հաջողության բանալի, դրա համար անմիջապես դիմեք ինձ, սիրելիներս, իմ բոլոր կոնտակտային տվյալները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են։ Եվ նաև ուրախ լուր հայտնեմ, ով սպասում էր տրիշուլան արդեն արկա է, սիրելիներս, ես գիտեմ, որ շատ մարդիկ սպասում էին, որովհետև շուտ է սպառվում, շտապեք, որովհետև քանակը խիստ սահմանափակ է։ Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում ապրիլ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, մարտի վերջին օրը եւ ապրիլ ամսվա առաջին շաբաթում, այսինքն մարտի 31-ից ապրիլի 6 ընկած ժամանակահատվածում։ Շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում, սիրելիներս, լուսինը աճող է, ես զգուշացնեմ, կարող եք անել այն բոլոր արարողակարգերը եւ հմահախոսությունները, որոնք միտված են ձեր կյանք դրական զարգացումներ բերելու, դրա մասին տեղեկացեք իմ երկրորդ YouTube-յան ալիքից, Աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքին, նույնպես բաժանորդագրվեք եւ կատարեք բոլոր արարողությունները աճող լուսնի հետ կապված, հատկապես այս գալիք շաբաթվա ընթացքում։ Մի փոքր բարդ է սկսվելու շաբաթը, որովհետև մարտի 31-ին 0:15 րոպե Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի ցուլ, իհարկե ցուլ կենդանակերպում լուսինը զորեղ է, որովհետև ցուլ նշանում նա հասնում է իր զորության գագաթնակետին եւ փառավորվում է, սիրելիներս, բայց միաժամանակ չմոռանանք, որ չարաբաստիկ պատերազմների մոլորակ Պլուտոնը այժմ եւ 20 տարի շարունակ գտնվելու է ջրհոս կենդանակերպում եւ արդեն 5:52 րոպե մարտի 31-ին լուսինը Պլուտոնի հետ լարված քառակուսի է կազմելու, 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 3 աստիճան ցուլ նշանում գտնվելու լուսինը։ Օրվա ընթացքում իհարկե այս քառակուսին իր բացասական ազդեցությամբ պահպանվելու է եւ հնարավոր են իհարկե նաեւ ընդհարումներ, բացասական զարգացումներ սոցիալական ոլորտում։ Սիրելի բարեկամներ, ապրիլի 1-ը բարեխառն օր է մեզ մոտ, 14:14 րոպեին լուսինը վեցանկյուն կկազմի Մարս մոլորակի հետ, որը շարունակաբար գտնվում է առայժմս խեցգետնում։ Այնուհետև եռանկյունի ցերեկը եռանկյունի հարաբերակցություն է կազմելու լուսին նաև Սատուրն մոլորակի 24 աստիճան ձկներում, Սատուրնը 24 աստիճան ցուլ նշանում լուսինն է։ Եվ 15:55 րոպեին Երևանի ժամանակով լուսինը կմիանա Ուրան մոլորակի հետ, որը գտնվում է 24 աստիճան ցուլ կենդանակերպում, շարունակում է գտնվել այնտեղ։ Իհարկե, օրվա ընթացքում սպասվում են շատ անկանխատեսելի եւ լարված զարգացումներ, որտեղ նախ լուսինը անցնում է չար մոլորակների հետ հարաբերակցություններով, վեցանկյուններով, այնուհետև նա միանալու Ուրանի հետ, իսկ Ուրան մոլորակը անսպասելի զարգացումների հեղափոխական մոլորակ է։ Դուք գիտեք, սիրելի բարեկամներ, այնպես որ հնարավոր է ինչ-որ վտանգներ կապված հոսանքի, տատանման հետ կապի, խաթարման հետ, վթարներ առհասարակ ավտոմեքենաների հետ կապված, այնպես որ ճանապարհներին զգուշ եղեք ապրիլի 1-ի ցերեկը։ Եվ երեկոն համեմատաբար ներդաշնակ է անցնելու, սիրելի բարեկամներ, ապրիլի 1-ի արդեն 19:54 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ,
27 աստիճան ձկներում գտնում է Վեներան, 27 աստիճան ցուլ նշանում գտնվում է Լուսինը եւ նրանց միջև այդ գեղեցիկ եռանկյունը շատ հզոր են այդ անհատական մոլորակները եւ Լուսինը եւ Վեներան այստեղ եւ լավ է կարգավորել հարաբերությունները, հատկապես հակառակ սեռերի միջև, եթե ինչ-որ խնդիրներ ունեք, հարաբերությունները կարող եք ապրիլի 1-ին արդեն ուշ երեկոյան կարգավորել այդ հարաբերությունները 21:42 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նաեւ Մերկուրի հետ, որը դեռ շարունակում է գտնվել ձկներում։ Սիրելիներս, բարենպաստ է անցնելու ապրիլի 2-ը։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արդեն Լուսինը մուտք կգործի երկվորյակներ եւ ավելի կակտիվանա շփումները մարդկանց միջև։ Թեկուս եւ Մերկուրին կապև հեռահաղորդակցության մորակը դեռևս հետընթաց է, այնուամենայնիվ եւ կսկսի իր ուղիղ շարժը միայն ապրիլի 7-ից, այնուամենայնիվ արդեն արագացել է Մերկուրիի ընթացքը եւ մարդկանց միջև կապերը, ինչ որ հանդիպումները ավելի կաշխուժանեն, հատկապես Լուսնի այդ երկորյակներում Լուսնի ֆոնին դա շատ բարենպաստ է։ 0:34 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Նեպտուն մորակետ, որը հիշեցնեմ արդեն մարտի 30-ից մուտք է գործել Խոյ կենդանակերպ եւ դրան նվիրված էր Կիրակնորյա եթերը, եթե չեք դիտել, անպայման դիտեք, սիրելի բարեկամներ։ 6:16 րոպեին արդեն Լուսինը Պլուտոն մորակետ եռանկյունի կկազմի եւ դա նշանակում է մեծ գերտերությունների ինչ որ պայմանավորվածություններ կամ հայտարարություններ եւ 22:20 րոպեին Լուսինը Արեգակի հետ կկազմի գեղեցիկ վեցանկյուն 13 աստիճան Խոյ նշանում գտնվում է արևը եւ Լուսինը 13 աստիճան երկորյակն է, այնպես որ եթե ինչ որ կարևոր գործեր ունեք, ապրիլի 2-ը խիստ բարենպաստ է դրանց կայացման համար։ Բարեխառն օր է եւ բարդ եւ ավելի շատ, ես կասեի բարեխառն, բայց ավելի շատ բարդ օրը ապրիլի 3-ը։ Նախ օրվա սկիզբը բարենպաստ կանցնի, սիրելի բարեկամներ, որովհետեւ ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Լուսինը 3:25 րոպեին Լուսինը կմիավորվի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ 16 աստիճան երկորյակներում։ Բայց արդեն օրվա ընթացքում, այսինքն օրվա երկրորդ կեսին 17:52 րոպեին Լուսինը լարված քառակուսի կկազմի Սատուրն մորակետ, որը կբարդացնի միջանձնային հարաբերությունները, կստիպի ձեզ ավելի տխուր զգալ, դեպրեսիաներ է առաջացնում, հաճախակի այդ քառակուսին վախեր է առաջացնում։ 20:36 րոպեին Լուսինը լարված քառակուսի կկազմի նաև Վեներա մոլորակետ, սիրով գեղեցկության մոլորակետ, իհարկե դա լավագույն ժամանակը չէ ապրիլի 3 հարաբերություններ պարզելու, հատկապես հակառակ սեռի եւ այսինքն կանանց միջև հարաբերություններ պարզելու համար նույնպես անբարենպաստ է։ Եվ 22:26 րոպեին նաև Լուսինը քառակուսի կկազմի Մերկուրի հետ, լարված քառակուսին Մերկուրիի հետ կնպաստի մարդկանց փոխըմբռնման բացակայության, կապի խնդիրներ կարող են լինեն, ապրանքաշրջանառության խնդիրներ կարող են լինեն, այնպես որ ապրիլի 3-ի երկրորդ կեսը շատ բարդ է անցնելու։ Սիրելի բարեկամներ, ապրիլի 4-ին 2:49 րոպեին Լուսինը մուտք կգործի Խեցգետին եւ իր սեփական կալվածքն է, այնտեղ նա թագավորում է, իշխում է Խեցգետնում, գիտեք, որ Լուսինը բարդ օր է, 3:09 րոպե գիշերը հատկապես Լուսինը քառակուսի կկազմի Նեպտուն մորակի հետ, անուհետև արդեն ապրիլի 5-ին 6:14 րոպեին Լուսինը քառակուսի կկազմի նաև Արեգակի հետ եւ կլռանա Լուսնի առաջին քառորդը 15 աստիճան ձկներում Խեցգետնում գտնվում է Լուսինը եւ 15 աստիճան Խոյ նշանում գտնվում է Արեգակը։ Օրվա երկրորդ կեսը եւ հատկապես երեկոն ավելի բարենպաստ է ինչ որ բան իմանալու համար ապագայից, այնպես որ համեցեք խորհրդատվության 23:19 րոպե Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Ուրանի հետ, բայց հետագայում օրվա վերջ նախ Լուսինը եռանկյունի կկազմի Սատուրն մորակետ, իսկ այնուհետև կմիանա 22:48 րոպեն Մարս մորակին 25 աստիճան Խեցգետնում։ Եվ սա իհարկե արդեն ագրեսիայի աճ է նշանակում, իրար փոխըմբռնման բացակայություն, իհարկե Լուսինը ավելի հզոր է Խեցգետնում, քան Մարսը, բայց այնուամենայնիվ այդ ագրեսիվ էներգետիկայի աճը անպայման մենք կնկատենք ապրիլի 5-ի երեկոյան։ Ապրիլի 6-ը
բարենպաստ օր ընդհանուր առմամբ 0:35 րոպեին լուսինը, այսինքն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշեր 0:35 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Վեներա մոլորակի հետ 25 աստիճան ձկներում գտնվում է Վեներան եւ 25 աստիճան խեցգետնում գտնվում է լուսինը։ Իհարկե դա բարենպաստ է եւ 2:54 րոպեին նաեւ եռանկյունի կլինի Մերկուրի հետ։ Իհարկե երեկոյան հարաբերությունները կարգավորելու մի քիչ բարդ է եւ գիշերը, բայց այնուամենայնիվ մեզ դիտում են նաեւ ԱՄՆ-ից, այլ երկրներից, ահա դուք կարող եք օգտվել այս դրական հարաբերակցությունից լուսնի եւ Վեներա եւ կարգավորել հարաբերությունները թե լինի տղամարդկին, թե կանանց միջև հարաբերություններ կարգավորել։ 8:34 րոպեին ապրիլի 6-ին լուսինը մուտք կգործի Առյուծ, որտեղ է մեծ բաժինը համեստորեն հետաքրքրվեց Առյուծ եւ այստեղ իհարկե արդեն այդ գերտերությունները կսկսեն ինչ-որ ջղաձգումների մեջ ընկնել եւ քայլեր ձեռնարկել այդ մեծ պատառը պոկելու համար 9:01 րոպեին լուսինը ամսի 6-ին եռանկյունի կազմի Նեպտունի հետ, դա բարենպաստ է ինչ-որ զգալու, ինչ-որ ապագայից տեղեկություններ ստանալու հնարավոր է դուք ինչ-որ եթե ուշ եք զարթնում, ինչ-որ հետաքրքիր երազ կտեսնեք անպայման ամսի 6-ին ամենքիրակի է եւ 15:18 րոպեին զգալիորեն լարվելու է իրավիճակը, որովհետեւ լուսինը լարված դիմակայության մեջ է մտնում ավերիչ Պլուտոնի հետ 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 3 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը, այսինքն հակասական շաբաթ է, բայց ամեն դեպքում լուսինը աճում է եւ դա շատ ուրախալի է, սիրելի բարեկամներ, եկե էներգիան շատանում է, լուսինը աճում է, բարենպաստ է դրական զարգացումներ ձեր կյանք ներգրավելու համար։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենդանակերպերին մարտի 31-ից ապրիլի 6 ընկած ժամանակահատվածում եւ այսպես սիրելի խոյեր ընդհանուր առմամբ շաբաթը բարենպաստ է ձեզ համար մարտի 31-ից ապրիլի 2-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու ապրիլի 2-ից 4-ը կարճ ճանապարհ եք գնալու եւ կարեւոր լուրեր եք ստանալու Ապրիլի 4-ից 6-ը զբաղվելու եք տան, ընտանիքի հետ կապված հարցերով, հնարավոր է թղթաբանությամբ տան հետ կապված, նաև ծնողների հետ հարցեր եք լուծելու եւ երեխաների։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը զբաղվեք ձեր արտաքին հմանքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ։ Հաջողությունը ձեր կողմն է, սիրելի ցուլեր։ Ապրիլի 2-ից 4-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու եւ ապրիլի 4-ից 6-ը կարճ ճանապարհ եք գնալու, որի ընթացքում կարևոր հանդիպում է հնարավոր կամ կարևոր տեղեկատվություն եք ստանալու։ Սիրելի երկորյակներ, ընդհանուր առմամբ բարեխառն է ձեզ համար գալիք շաբաթը մարտի 31-ից ապրիլի 2-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիներ, պես որ զգուշ մնացեք, հնարավոր է ինչ-որ հետաքրքիր տեղեկատվություն դուրս սպրդա այդ ենթագիտակցության թանգարաններից ենթագիտակցության պահարաններից դուրս գան այդ կմախքները անցյալից։ Ապրիլի 2-ից 4-ը բարենպաստ է սիրելի երկորյակներ ձեզ համար, ձեր կարող եք լուծել անձնական, գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Ապրիլի 4-ից 6-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Սիրելի խեցգետիններ, մարտի 31-ից ապրիլի 2-ը ընդհանուր առմամբ շատ դրական օրեր են ձեզ համար, գաղափարակիցների ընկերների հետ հանդիպելու եւ կատարվելու ձեր ամենանվիրական երազանքներից մեկը հնարավոր է ձեզ ուրախացնել նաեւ ձեր երեխաները չափահաս։ Ապրիլի 2-ից 4-ը զգուշացեք գաղտնի թշնամիներից եւ նրանց ակտիվացումից, իսկ ապրիլի 4-ից 6-ը հաջողությունը ձեր կողմն է, սիրելի խեցգետիններ, լուծեք կարևոր անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ։ Սիրելի առյուծիկներ, գալիք շաբաթ ընդհանուր առմամբ բարենպաստ է նաեւ ձեզ համար։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, եթե երկար ժամանակ ինչ-որ բան չէր ստացվում աշխատանքի հետ կապված կամ պաշտոնի կամ պետական դռան հետ կապված այդ հարցերը կարգավորվելու են եւ լուծվեն։ Հնարավոր է առաջարկություն ստանաք, այդ թվում նաեւ ամուսնական։ Ապրիլի 2-ից 4-ը
հանդիպում ընկերների հետ, հին ընկերների հետ, որի ընթացքում կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը։ Եվ ապրիլի 4-ից 6-ը զգուշացե գաղտնի թշնամիների ակտիվացումից, սիրելի առյուծներ, հնարավոր է ինչ-որ տեղեկատվություն դուրս գա անցյալից, որը դուք չեք ուզենա հանրային տարածքում, տիրույթում տարածել։ Սիրելի կույսիկներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 31-ից ապրիլի 2-ը լուրեր արտասահմանից կամ նվեր։ Ապրիլի 2-ից 4-ը կարևոր գործնական խնդիր հարց է լուծվելու ձեզ համար, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված լավ ընթացք է ունենալու եւ ապրիլի 4-ից 6-ը հանդիպելու եք ձեր հին ընկերների հետ եւ իրագործվելու է ձեր ամենանվիրական երազանքը, հնարավոր է նաեւ հանդիպում շատ հետաքրքիր, բայց զգուշացնեմ, որ մինչեւ ապրիլի 7-ը բոլոր հանդիպումները այնքան էլ հեռանկարային չեն, նոր հանդիպումների մասին է խոսքը, եթե հին ընկեր եք հանդիպում, դա շատ լավ է։ Սիրելի կշերքներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 31-ից ապրիլի 2-ը, հնարավոր է մի փոքր խնդիրներ ունենաք, էքստրեմալ իրավիճակների մեջ ընկնեք, հնարավոր է ինչ-որ շտապ գումար պետք գա, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք, այս խավարումների միջանցքի ավարտի եւ հետընթաց Մերկուրիի պարագայում մեծ վարկերը եւ պարտքերը կարող են վնասել ձեր ֆինանսական կացությունը։ Ապրիլի 2-ից 4-ը, սիրելի կշերքներ, լուրեր կստանաք, լավ լուրեր կստանաք արտասահմանից կամ նվեր, եւ ապրիլի 4-ից 6-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, պաշտոնի հետ կապված, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, միգուցե մի խոսքով շատ բարենպաստ է։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար բարեխառն է գալիք շաբաթը մարտի 31-ից ապրիլի 2-ը, զգուշացեք բախումներից, ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ մի սրեք իրավիճակը։ Ապրիլի 2-ից 4-ը էքստրեմալ իրավիճակներ հնարավոր է լինեն, շտապ ձեզ գումար պետք գա, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, սիրելի կարիճիկներ։ Հնարավոր է մեծ գումար ստանան ձեր գործընկերները կամ զուգընկերները, այդ իմաստով ոչ միայն բացասական զարգացումներ են սպասվում ֆինանսական իմաստով։ Ապրիլի 4-ից 6-ը կարևոր լուրեր արտասահմանից կստանաք կամ նվեր։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթը մարտի 31-ից ապրիլի 2-ը զբաղվելու եք ձեր ընթացիկ գործնական խնդիրներով, նաև լուծելու եք առողջական բնույթի խնդիրներ։ Ապրիլի 2-ից 4-ը զգուշացեք բախումներից ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, ֆետակոմ դժվար կվերականգնեք հարաբերությունները։ Եվ ապրիլի 4-ից 6-ը մի փոքր էքստրեմալ իրավիճակ է, զգուշացեք ճանապարհներին եւ մեծ գումարներ վարկով կամ պարտքով մի վերցրեք։ Սիրելի այս եղջյուրիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 31-ից ապրիլի 2-ը, շատ բարենպաստ է սիրային հարցերը կարգավորելու համար, երեխաների հետ կապված հարցերը կարգավորելու եւ բիզնեսի համար է շատ լավ, այնպես որ շաբաթը հիանալի է սկսում ձեզ համար, սիրելի այդ եղջյուրներ։ Ապրիլի 2-ից 4-ը ընթացիկ աշխատանքային հարցերով եք զբաղվել, նաև առողջական բնույթի հարցեր եք լուծելու։ Ապրիլի 4-ից 6-ը զգուշացեք բախումներից, այնուամենայնիվ ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, որովհետեւ այդ հարաբերությունների խզումը կարող է հետագայում անդառնալի լինել։ Սիրելի ջրհոսիկներ, մարտի 31-ից ապրիլի 2-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու, ապրիլի 2-ից 4-ը սիրելիների հետ կապված հարցեր եք, շատ բարենպաստ է անցկացնել ժամանակ երեխաների, սիրելիների հետ, հաճույք ստանալ, ընդհանրապես բիզնեսի համար նույնպես բարենպաստ է, եւ ապրիլի 4-ից 6-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերով։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 31-ից ապրիլի 2-ը, կարճ ճանապարհ եք գնալու, սիրելի ձկնիկներ, եւ կարևոր հանդիպում կամ տեղեկատվություն եք ստանալու։ Ապրիլի 2-ից 4-ը զբաղվելու եք ձեր ընտանիքի, տան հետ կապված հարցերով, թղթաբանություն հնարավոր է կամ ինչ-որ այլ հարցեր, գնումներ եւ այլն։ Ապրիլի 4-ից 6-ը շատ բարենպաստ ժամանակահատված անցկացրեք ձեր երեխաների հետ, սիրելիների հետ, բարենպաստ է նաև բիզնեսի հետ։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է
սպասվում մեզ մարտի 31-ից ապրիլի 6-ը ընկած ժամանակահատվածում։ Հիշեցնեմ կրկին, որ մինչև ապրիլի 15-ը գործում են զեղչերին բոլոր ծառայությունների համար, այդ թվում նաև on-line խորհրդատվության եւ այցի համար գործում է 50% զեղչ։ Զեղչեր են գործում նաև բոլոր թալիսմանների, այդ թվում նաև տրիշուլա թալիսման արդեն արկա է, սիրելիներս հիշեցնեմ, եւ նաև հաջողության բանալի փակ տելեգրամյան ակումբի եւ բոլոր մոգական ծառայությունների համար։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանների YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, ստեսություն։